Ես նույնպես ողջունում եմ ձեզ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ուրախ եմ, որ կարող ենք շարունակել քարոզաշարքը, կարող ենք շարունակել կենտրոնանալ Աստծո խոսքի վրա, կարող ենք միասին տեսնել այն գեղեցիկ գոհարները, որ Աստված դրել է իր խոսքում, որոնք ամեն օր մեզ զորացնում են, ամեն օր մեր կյանքի բարդ հարցերին իրական պատասխաններ ունեն եւ ամեն օր դրանցով կարող ենք բացահայտել Աստծո սերը եւ ճոխությունը։ Շարունակելով մեր Մատթեոսի ավետարանից բխած եւ Լեռան քարոզի վրա կենտրոնացած քարոզաշարքը, եկել ենք 7-րդ գլուխ 15-ից 20 համարներին եւ որպես հարգանք Աստծո խոսքի հանդեպ, ովքեր որ դժվարություն չունեն ոտքի կանգնելու, առաջարկում եմ, որ ոտքի կանգնենք, ոտքի կանգնած ընթերցենք Աստծո խոսքը եւ հետո նստենք ու լսենք Աստծո խոսքի մեկնաբանությունը պատգամը։ Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներից նրանց ճանաչեք։ Միթե փշերից խաղող են քաղում կամ տատասկից թուզ։ Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղներից նրանց ճանաչեք։ Ամեն Աստծո խոսքին։ Շնորհակալ ենք, Տեր, որ այսօր էլ մեզ զորացնում ես եւ քո սուրբ ու կենարար խոսքով մեզ այցելում ես։ Շնորհակալ ենք, որ մեզ առիթ ես տալիս լուսավորվելու եւ տեսնելու այն զորությունը, այն իմաստությունը, այն ամենակալ տիրակալի խոսքը, որ քո գրքում կա, որ քո ծոցից է եկել, որ Քրիստոսով է բացահայտվել եւ այսօր էլ մեզ առաջնորդում է։ Շնորհակալ ենք Սուրբ Խոսքիդ համար։ Ամեն։ Կարող ենք նստել։ Լեռան քարոզի ընդհանուր կոնտեքստը շատ հարցերի պատասխաններ ունի։ Եվ Լեռան քարոզը, ինչպես մենք արդեն տարբեր դրվագներով նկատեցինք, Քրիստոս սովորեցնում է որպես արքայության կանոնագիր, սովորեցնում է նույն զորությամբ, ինչպես որ Աստված տասնաբանյան տվեց, սովորեցնում է խորությունը, սովորեցնում է մի տիեզերական կանոն, որ ամենուրեք բոլոր տեսակի հասարակություններում իրական է, ճշմարիտ է, բոլոր ժամանակների բոլոր տեսակի խնդիրներին հստակ պատասխաններ ունի։ Բայց նաև Հիսուս այս ամենը սովորեցնում է փարիսեցիական արդարության կոնտեքստի մեջ։ Սովորեցնում է այն մթնոլորտում, որ փարիսեցիներն էին ասում, որ մենք գիտենք օրենքը, մենք գիտենք դրա կիրառման ձևը, դրա պահելու չափանիշները եւ միայն մեզից պետք է սովորեք։ Մեր արդարությունն է չափանիշը։ Հիսուս Լեռան քարոզի մեջ հստակ ցույց է տալիս, որ արքայության զավակների արդարության չափանիշը այլ է, ավելի է եւ շատ նուրբ սահման կա փարիսեցիության արդարության չափանիշի մեջ եւ արքայության չափանիշի մեջ։ Դրանք երկու սահմաններ են, որ դրված են Աստծո խոսքի մեջ։ Մեկը հենց Մատթեոս 5-րդ գլուխ 17 համարից է սկսում այդ ասելը, ոնց որ դա լինի սկիզբը չափանիշների, դրանից առաջ եղածը նախաբանն է Լեռան քարոզում տրվող կանոնների։ Դրա համար ասում է՝ մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու, ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։ Եվ շարունակության մեջ ասում է՝ ճշմարիտ ասում եմ ձեզ, մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ Արդ ով որ այս պատվիրաններից ամենափոքրից մեկն անգամ անտեսի եւ մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի, բայց ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ Ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրների ու փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի։ Եվ հաջորդ սահմանը, որ դրանից հետո արդեն սկսում է օրինակներով բացատրել,
7:12-ում էր, որ արդեն մենք ուսումնասիրեցինք, այսպես էր. այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց, որովհետև սա են օրենքը եւ մարգարեները։ Սկզբում ասեց օրենքը եւ մարգարեները որտեղից են, ինչ սահմանում են, վերջում սահմանադրեց, դրանից հետո արդեն սկսում է օրինակներով բացատրել, թե սա ինչ կիրառություն ունի, ինչպես է գործնականում կիրառական դառնում։ Եվ հիմա մենք այդ տիրույթում ենք, թե ինչպես է գործնականում կիրառական, երբ որ մարդիկ դեպի լայն ճանապարհն են փարիսեցիական արդարությամբ առաջնորդում։ Լայն դռներ կան, լայն ճանապարհներ կան ու կան նեղ դուռ ու նեղ ճանապարհ։ Շատ հաճախ մենք էլ ենք այդ գայթակղությունը ունենում, որ դժվար ճանապարհը, որը ճիշտ տեղն է տանում, մի կողմ դնենք, ասում ենք, այս լայն ճանապարհով հանգիստ քայլենք, հետո տեսնենք ինչ կլինի։ Բայց հետո տեսնում ենք, որ լրիվ ուրիշ տեղ հայտնվեցինք, որտեղ որ չէինք ուզենա հայտնվել։ Միայն այն պատճառով, որ նախընտրեցինք հեշտ ճանապարհով քայլել, լայն ճանապարհով գնալ, լայն դռնով ներս մտնել, որովհետև դրա գովազդը միշտ ավելի ճոխ է լինում։ Հիսուս սրա մասին է ասում, երբ որ հենց առաջի բառով ասում է զգույշ եղեք։ 15-րդ համարը 7-րդ գլխի սկսում է այդ նախազգուշացումով զգույշ եղեք։ Սա սահմռկեցուցիչ զգուշացում է, որովհետև կարող է մեզ թվալ, թե մենք արդարություն ունենք փարիսեցիների պես, որոնք շատ լավ աղոթքի կյանք ունեին։ Եթե մենք մտածում ենք, որ միայն ձևական աղոթքի կյանք ունեն, որի մասին որ զգուշացումը կար, բայց մենք գիտենք, որ նաև ծածուկ աղոթքի կյանք ունեին, օրը 5 անգամ ծածուկել էին աղոթում։ Գիտենք, որ տաճարում էին աղոթում, տաճարից դուրս էին աղոթում, խաչմերուկներում էին աղոթում, շուկարներում էին աղոթում։ Շատ ճոխ աղոթքի կյանք ունեին, բայց խնդիր կար լայն ճանապարհով առաջնորդելու։ Հիսուս հիշեցնում է, ասում է, փարիսեցիները գնում են աշխարհի այս ծայրից այն ծայրը անցնում են, մարդիկ են գտնում, որ իրենց դեպի Աստծուն բերեն, այսինքն ավետարանչություն էին անում, չէ՞։ Բայց արդյունքում ծանր բեռներ էին դնում եւ այդ մարդիկ գայթակղվում էին։ Լայն ճանապարհի մեջ ամեն բան անում էին։ Ողորմություն էին անում, օրենքն էին սովորում եւ սովորեցնում։ Կարծես արտաքինից ամեն բան շատ լավ էր, բայց առաջնորդում էին դեպի լայն ճանապարհը։ Առաջնորդում էին այնպիսի տրամաբանությամբ, որ կարևորը անելն է, ոչ թե լինելը։ Կարևորը ցույց տալն է, ոչ թե փոխված կյանքը, ոչ թե ներքին փոփոխությունը։ Եվ սա սուտ մարգարեների իրավիճակի մեջ էր դնում։ Երեմիայի մարգարեությունից, երբ մենք ընթերցեցինք, պաշտամունքի կենտրոնում շատ ծանր խոսքեր էին սրանք։ Բայց երբ որ ուշադիր ու զգուշ չենք, պետք է որ ծանր խոսքերը մեզ թափեցնեն, որպեսզի արտաքին կրոնավորությունը չպատի մեզ արտաքին կրոնավորությունը չհամոզի եւ հանդարտեցնի, թե ամեն բան լավ ենք անում, ամեն բան ճիշտ է, ուրեմն որևէ մտահոգություն չունենք։ Մենք մեր ուժերով, մեր աղոթքի կյանքով, մենք մեր արդարությամբ կկարողանանք հասնել լավ վերջնակետին։ Եվ մյուսներին էլ այդպես ենք սովորեցնում։ Բայց Տերն ասում է՝ մի լսեք ձեզ մարգարեացող մարգարեների խոսքերը, նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց մտքի տեսիլքն են խոսում եւ ոչ թե Տիրոջ բերանից։ Շատ նուրբ սահման կա եւ մենք շատ հաճախ ենք սա տեսնում, նույնիսկ ժամանակակից շատ եկեղեցիներում։ Եվ հենց դրա համար է, որ Հայաստանյաց ավետարանական եկեղեցին Հայաստանում կենտրոնացած է Աստծո խոսքից բխած, տեքստից բխած քարոզների վրա, քարոզաշարքով, որ ոչ թե մեր մտքից եկածները խոսենք, ոչ թե մեր ընտանիքի օրինակները պատմենք, այլ այն, ինչ որ Աստծո խոսքն է ասում բուն տեքստի մեջ, այսինքն ինչ որ Աստված է ասում։ Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս, ձեր մեջ են, արդեն կան, խնդիրն այն է, որ այդ մարգարեները հանդերձավորվում են ինչպես,
ոչխարի հանդերձով։ Իրենք արտաքուստ չեն տարբերվում։ Նույն գեղեցիկ համեստ հագնված են։ Նույն փարիսեցիական ոճի լավ աղոթքի կյանք միգուցե ունեն։ Նույն կերպ բառապաշարն է քրիստոնեական, նույն կերպ ամեն կիրակի միգուցե պաշտամունքների են գնում եւ ծառայություններ բերում։ Հանդերձանքը, արտաքինը չի տարբերվում։ Ովքեր էին առաջի դարում ոչխարի հագուստներ հագնում, հովիվները, որոնք ոչխարներին հովում էին, ոչխարի հանդերձանք էին հագնում։ Նաև հենց սա մեզ պետք է սթափեցնող լինի, ինչ ճանապարհի մեջ են մեզ առաջնորդում։ Գործք առաքելուց 20-րդ գլխում Պողոս առաքյալը հեռանալիս հորդոր է տալիս 29-ից 31 համարներում ասում է. Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան։ Մեջբերում է լեռան քարոզը կարծես, որոնք հոտին չեն խնայի, իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց հետևից տանեն։ Դրա համար էլ արթուն կացեք, հիշելով, որ 3 տարի գիշեր-ցերեկ յուրաքանչյուրիդ անդադար խրատեցի արտասուքներով։ Ինչպիսի ջանք է դրված, որպեսզի զգույշ լինեն։ Հիսուսն ասում է զգույշ եղեք, սա լինելու է։ Գործք առաքելություն Պողոս առաքյալն ասում է զգույշ եղեք, ես գիտեմ, որ արդեն սկսվել է այս process-ը։ Արդեն կոնկրետ այդ եկեղեցու աշակերտներին հրապուրելու համար նույն երևույթը տեղի է ունենալու։ Եվ կարծես սա կանոն է, ցույց տալու թե որտեղ է մեր սիրտը։ Արտահայտիչ է, լակմուսի թուղթ է, ցույց տալու թե ինչ է կատարվում մեր ներսում, որովհետև էլի Պողոս առաքյալը զգուշացրել է, որ լինելու են ժամանակներ, երբ մարդիկ իրենց ականջին հրապուրող քարոզիչներ են փնտրելու։ Սա հասարակության եւ եկեղեցու ցուցիչ է, թե ինչ ենք մենք փնտրում։ Հարմարություն, հարմարավետություն, հանդարտություն, որ ոչ մեկ մեզ չասի մեր խնդիրների մասին, ոչ մեկ չասի մեղքի գոյության մասին, թե փնտրում ենք ճշմարտություն, որը հաճախ ցավեցնող է։ Երբ որ մենք փնտրում ենք հարմարություն, գտնում ենք քարոզիչների, որոնք հարմարություն են պատմում, որոնք երբեք դատաստանի մասին չեն խոսում, մեղքի գոյության մասին չեն խոսում, որոնք բոլոր մեղքերին կարողանում են այնպիսի ձևակերպումներ տալ, դե ոչինչ, այդպես էլ կլինի, համբերենք, առաջ գնանք։ Եվ մեզ հաճելի է դա լսել, որովհետև չենք ուզում առերեսվել իրական ճշմարտության հետ։ Բայց դա գին ունի, վերջում կտրվում է, վերջում պտուղ չի լինում, վերջում այրվում է։ Հայտնության մեջ 2-րդ գլուխ 18-րդ համարում Թիվադիրայի եկեղեցուն Տերն ասում է 19-ից մինչև 21-ում. Գիտեմ քո գործերն ու սերը, քո հավատն ու ծառայությունը, քո համբերությունը, որ քո վերջին գործը ավելին են, քան առաջինները, բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թույլ ես տալիս Հեզաբելին, այդ կնոջը, որ իրեն մարգարեուհի է կոչում, իմ ծառաներին ուսուցանի եւ մոլորեցնի, որ պոռնկություն անեն եւ կուրքերին զոհված միս ուտեն։ Ես նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց։ Նույնիսկ երկնքից Տերը շատ ուշադիր է այս երևույթներին եկեղեցում։ Եթե սկսում ես սխալ ուսուցում գնալ, մեղքի հանդեպ հանդուրժող ուսուցում գնալ, եթե սկսում է փափկեցվել ավետարանը, եթե սկսում է նենգափոխվել ճշմարտությունը եւ լույսը, Տերը նույնիսկ մի անհատի գործելավոճի համար սկսում է եկեղեցուն զգուշացնել, արթնացնել եւ ցույց է տալիս, որ ժամանակ է տվել, բայց արդեն ժամանակը վերջացել է։ Հետաքրքիր է, որ դեռ այդ անձը ապրում է ֆիզիկապես, բայց ապաշխարելու հնարավորությունները վերջացել են։ Սա ևս մեզ համար կարևոր զգուշացում է, որ այս ամենը շատ լուրջ է եւ չի կարելի մոտների արանքով նայել։
Նրանք նման են ոչխարի, բայց ներսում գայլ են։ Այդ ներսի իրավիճակը միանգամից չի երևում։ Այդ ներսի իրավիճակը դանդաղ է երևում, ժամանակի մեջ է երևում։ Դրա համար էլ, ինչպես որ մեջ բերեցի, հիմա հստակ ասեմ, Տիմոթեոսին իր երկրորդ նամակում Պողոսը որպես արդեն եկեղեցու երեցի հորդորում է, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի։ Հասկանում եք, չեն հանդուրժի ողջամիտ տրամաբանական աստվածաշնչային խոսքում գրված վարդապետությունը չեն հանդուրժի։ Սա անհանդուրժելի կթվա։ Երբ որ մարդը կեղծ մարգարեների հետևորդ է դառնում իր սրտին հաճելի, ճշմարտությունը իր համար անհանդուրժելի է դառնում։ Երբ որ դու իրեն ասում ես, գիտես, սա մեղք է, դու դառնում ես թշնամի, ոչ թե դառնում ես իր համար եղբայր, որը փորձում է փրկելու հետ բերել անդունդը գլորվելուց։ Դրա համար ասում է չեն հանդուրժի։ Ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող եւ ինչպիսին են այդ ցանկությունները։ Կրքով լցված, անասնական, այդ ցանկություններին համապատասխանող եւ իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։ Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով կմոլորվեն։ Ուրեմն այս ոչխարի հանդերձով եկողները ինչ են անում։ Սիրալիր են խոսում, հաճելի են խոսում, հռետորական լավ արվեստ կարող են ունենալ, խոսում են Աստծո անունից, խոսում են հարմարավետ հավատքի մասին, եւ սա շատ հաճելի է, բայց նրանց նպատակը ոչ թե հոգիները փրկելն է, այլ մարդկանց վրա ազդեցություն թողնելը, հետևորդներ հավաքելը, սեփական բանակ ձևավորելը, իրեն սիրողներ, իրեն քվեարկողներ, իրեն հետևից քայլողներ, ոչ թե դեպի Քրիստոս։ Հեղինակություն շահ ունենալը։ Լայն ճանապարհի քարոզիչները սովորաբար խուսափում են խաչի մասին խոսելուց, դժվարության մասին խոսելուց, խուսափում են ապաշխարության, իրական ապաշխարության, փոխված կյանքի մասին խոսելուց, խուսափում են սրբության բարդ ճանապարհի մասին պատմելուց, խուսափում են իրական նեղ ճանապարհից։ Եթե հիշում եք Հիսուսի փորձությունների դրվագները, Աստծո խոսքից, բայց կոնտեքստը փոխած, կոնտեքստից կտրած, սխալ մեկնաբանած, սատանան խոսում էր Հիսուսին եւ առաջարկում էր լայն ճանապարհ, քո հետ ոչինչ չի պատահի, դու այս տանիքից 49 մետրանոց աշտարակից քեզ վայր նետիր, հրեշտակների ձեռքերի վրա քեզ կիչեցնի, քեզ կապահովի։ Սաղմոս 91-ի մեջբերումները Հիսուս նույն ձևի Աստծո խոսքով պատասխանում էր, որ իմ ճանապարհը լայն ճանապարհը չի, հրճակի, համբավի ճանապարհը չի, այլ դժվարության նեղ ճանապարհն է։ Քո առաջարկած հեշտ ձևով միանգամից թագավոր դառնալու ճանապարհը չի, այլ չարին հաղթելով, դեպի խաչը գնալով, հնազանդությամբ կերտված դժվարին նեղ ճանապարհն է իմ ճանապարհը։ Շատ զգոն պետք է լինենք, սիրելիներ, Աստծո խոսքից նույնիսկ։ Եվ Աստծո խոսքը շատ լավ իմանալով մեզ կարող են լայն ճանապարհ առաջարկել։ Իրար հետ լավ չեք, բաժանվեք, գնացեք, նորից փորձեք։ Ինչու եք դժվարությունների մեջ։ Լայն ճանապարհ։ Աստծո խոսքն ասում է, Տիրոջ համար ապահարզանը զզվելու է։ Աստծո խոսքն ասում է, որ սրբության ճանապարհ է սա, սրբագործման, իրար հետ, իրար սրբացնելու, ոչ թե վայելելու, այլ սրբության ճանապարհ, որը դժվարության ճանապարհ է։ Եթե այլ ճանապարհ ես ընտրել, ուրեմն լսել ես այլ սուտ մարգարեների, որոնք Աստծո խոսքը նենգափոխել են։ Աստված տալիս է հստակ չափանիշ նայելու պտղին եւ նայելու այդ ճանապարհը առաջարկողի կյանքին, որպեսզի հասկանաս նա գայլ է թե ոչխար։
իրենց պտուղներից նրանց ճանաչեք։ Ինչպիսի պտուղ է տալիս։ Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս։ Պտուղը իհարկե վերջում է երևում։ Քանի դեռ ծառը գարնան փուլում է, ծաղկման փուլում է, ամռան փուլում է, տերևներ շատ կան, դեռ չի երևում պտուղը, բայց հենց որ հստակ պտղի փուլում է, երևում է սա պտղաբեր ծառ է, թե անպտուղ ծառ է։ Հաճախ հնարավոր է նաև լրիվ չորացած անպտուղ ծառի վրա բերել կախել ինչ-որ պտուղներ, մուլաժներ, պլաստիկ պտուղներ, բայց միևնույն է վերջում երևալու է իրականությունը։ Երբ որ ասում են աշնանն են հավաքում, աշնանն են տեսնում, սա նկատի ունեն, վերջում է երևալու իրականությունը։ Այդ վերջը շատ տարբեր ժամանակներ ունի, ինչպես Հեզաբելի համար։ Այդ վերջը տարբեր ընթացքներ ունի, բայց Հիսուս շատ հստակ ասում է, ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է։ Կտրվելու է։ Կացին կա։ Կացինը Աստծո խոսքն է, կացինը վերջին դատաստանն է, կացինը չի քորանում, բացի այդ ասում է, կրակի մեջ է գցվում։ Ուրեմն իրենց պտղից նրանց ճանաչեք, սա երկու անգամ է կրկնվում այս կարճ հատվածի մեջ, թե 16-րդ համարում, թե 20-րդ համարում։ Զգուշ եղեք, ուշադիր եղեք, պտուղներին նայեք։ Զգուշ եղեք, ուշադիր եղեք, պտուղները ուշադիր նայեք։ Ինչպիսի պտուղներ են, նեղ ճանապարհով ձևավորված, հավատարմության վրա կերտված, թե հարմարավետությամբ եսակենտրոն, մարդակենտրոն, կեղծ ավետարանով ձևավորված։ Արդյոք այդ մարդը, որ մեծ խոսում է, ինքը ապաշխարության կյանք ունի, ինքը պատրաստ է ներել, բարձրացնել, սիրել, արդյոք բնավորության մեջ փոխվել են հին մարդու բնավորության վիճակները, արդյոք սրբության ձգտում կա այդ խոսողի մեջ, կա հնազանդություն Աստծո խոսքին, Աստծո կամքին, թե ավելի նախընտրում է սեփական հարմարավետությունը։ Ինչ է աճում քո խոսքից, լսողների մեջ ինչ է փոխվում, երբ որ այդ հանդերձներով ներկայացողը խոսում է, դեպի ուր է ուղղորդում։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ։ Եթե լավ ծառը իր պատգամի կենտրոնում Քրիստոսն է, խաչն է, ավետարանն է ամեն կերպով, բայց եթե վատ ծառը, պտուղը կլինի եսակենտրոն, կլինի դեպի մարդկային հարմարավետություն եւ առանց ապաշխարության կյանքի տանող ճանապարհ։ Երկրորդ օրինացում 13-րդ գլխում մարգարեների հետ կապված մի հետաքրքիր զգուշացում կա։ Գիտեք, որ հստակ կանոն կար, որ եթե մարգարեի ասածը, որ այսինչ բանը պետք է տեղի ունենա, այսինչ կերպով, այսինչ ժամանակում, եթե դա չկատարվեր, մարգարեն պետք է մահապատժի ենթարկվեր։ Բայց այլ զգուշացում էլ կա, ավելի հետաքրքիր։ Հիմա փորձում եմ սա ձեզ բացատրել։ 1-5 համարները 13-րդ գլխի։ Եթե ձեր միջից մի մարգարե կամ մի երազատես դուրս գա եւ քեզ ցույց տա մի նշան կամ մի հրաշք եւ կատարվի քեզ ասած այդ նշանը կամ հրաշքը եւ քեզ ասի գնանք օտար աստվածների պաշտենք, որոնց դու չես ճանաչում, այդ մարգարեի կամ երազահանի խոսքերը մի լսիր, որովհետև Տեր Աստվածը փորձում է ձեզ իմանալու համար, թե արդյոք դուք ձեր Տեր Աստծուն սիրում եք ձեր ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով։ Գնացեք ձեր Տեր Աստծո ետևից, վախեցեք նրանից, պահեք նրա պատվիրանները, հնազանդվեք նրա ձայնին, ծառայեք նրան եւ հարեք նրան։ Այդ մարգարեին կամ երազատեսը մահվան պիտի պատժվի, որովհետև նա ապստամբության մղեց ձեր Տեր Աստծո դեմ։ Պատկերացրեցիք ինչպիսին է զգուշացումը։ Նույնիսկ եթե իր ասացները կատարվում են ճիշտ ժամանակին, բայց իր ասացի առանցքը հեռանալն է Աստծուց, դեպի այլ Աստծու գնալը, Աստծո խոսքը եթե նենգափոխում է, եթե Աստծո էությունը նենգափոխում է, այդ դեպքում էլ հստակ հասկացեք, որ կեղծ մարգարե է։
եւ շատ խիստ պատիժ պետք է լինի, որովհետեւ շատ վտանգավոր տենդենսների է տանում։ Եվ սա շատ լավ նկարագրված է հին ուխտի բոլոր մարգարեական խոսքերում, որ քանի որ կեղծ մարգարեներին լսեցին, հրապուրիչ խոսքերը լսեցին, ասեցին, որ վտանգ չի լինելու, մենք հանգիստ ենք, որովհետև ամեն բան լավ է մեր շուրջը, եւ որբևայրու որբի զրկվածի շահը չպաշտպանեցին, որը ցույց էր տալիս, որ իրենք Աստծո խոսքով չեն ապրում, ուրեմն Տերը ահեղ պատիժները բերելու, եւ դա եղավ։ Վերջը շատ լուրջ է։ Հիսուս խոսում է դատաստանի լեզվով։ Վատ պտուղ տվող ծառը ոչ թե պարզապես անարդյունավետ է լինելու, այլ վտանգավոր է։ Ոչ թե թող իր համար մնա հով անի մեր վրա, այդ հովը մեզ պետք չի։ Մեզ պետք է իրական պտուղ։ Այդ ծառը կտրվելու է, այդ ծառը ոչնչացվելու է, կրակով այրվելու է։ Սուտ ուսուցիչը միայն սխալ չի խոսում, նա մարդկանց տանում է լայն ճանապարհով, որտեղ չկա ապաշխարություն, չկա խաչ, չկա ճշմարիտ դարձ։ Ինքը հերիք չի այդ ճանապարհով գնում է, հրապուրում է, որ ուրիշներն էլ գնան։ Ինչպես որ պատմության մեջ, որ նավը ոչ թե դրսի ջրերից է խորտակվում, այլ ներս լցված ջրերից է խորտակվում, նույնպես էլ եկեղեցին խոտորում է, կործանման է գնում է մի իրավիճակի, երբ Հիսուս երկնքից նայում ասում է աշտանակդ շարժելու եմ, դու կորցրել ես ճիշտ ընթացքը, որովհետև ներսից ոչխարի հանդերձներով գործող սխալ ուսուցումներ են սկսվում, այդ վտանգը ներսում է, դրա համար ուշադրությունը կրկնակի է, դրա համար Հիսուս ասում է ուշադիր եղեք, կրկնվող զգուշացումներ, իրենց պտղից ճանաչեք, ուշադիր եղեք պտղին, ուշադիր եղեք ուսուցմանը, հսկեք, տեսեք, իսկապես դա հենց Աստծո խոսքից է բխում, թե մարդու անձնական առասպելներից, կյանքից, չգիտեմ, քաղաքականությունից, ընտանիքի պատմություններից։ Լայն ճանապարհը միշտ շատ քարոզիչներ ունի, որովհետև հրապուրիչ է, որովհետև արագ է արդյունք տալիս, որովհետև մարդու չար սիրտը փնտրում է նման բաներ լսել։ Շատ հեշտ են հավաքվում մարդիկ լայն ճանապարհ քարոզողների շուրջը, շատ արագ են հավաքվում, ուրախությամբ են հավաքվում։ Վտանգն էլ հենց այդտեղ է։ Հիսուսի աշակերտները սա հասկանալով, որ նաև մենք ենք, պետք է ուշադիր լինեն ոչ միայն ականջներով զննել, այլ նաև տեսնել պտուղները, բացահայտված պտուղները, իրական կյանքը, խոսքերից այն կողմ եղողը, որպեսզի հասկանան ինչ պտուղ կա։ Լայն ճանապարհը ունի շատ ձայներ, շատ խոսողներ։ Լայն դարպասը լավ գովազդվում է։ Դրա գովազդը այնքան ճոխ է լինում, բայց հետո երբ որ մտնում ես, տեսնում ես, որ իրականությունը ուրիշ է։ Լայն ճանապարհը, լայն դարպասը ունի նվազագույն բարոյականության չափանիշ, չվնասել։ Երբ որ Հիսուս սովորեցրեց այդ կանոնը, ինչ որ ուզում եք, որ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք, սա լրիվ տարբեր էր մինչև այդ երբևէ եղած կանոններից, որովհետև կանոնները, որոնք կային տարբեր մշակույթներում, ասում էին մի արեք, որ ձեզ էլ չանեն։ Հիսուսն ասում է դուք արեք, պրոակտիվ եղեք։ Դուք գիտեք, որ ձեր համար լավ է ինչ որ մի բան, այդ լավը դուք արեք, ինչ որ ուզում եք որ անեն, դուք արեք։ Սա նեղ ճանապարհի ցուցիչ է։ Փարիսեցիներն ասում էին մի արեք սա, մի արեք նա, մի արեք սա։ Հիսուսն ասում է արեք լավը, արեք շատ, արեք ուրախությամբ, արեք հասցնելով Աստծո սերը, եւ դուք կլինեք զավակները այն հոր, որ պատրաստ եղավ իր որդուն տալ այդ սիրուց մղված, պատրաստ եղավ ամեն բան անել, որպեսզի փրկությունը տեղ հասնի։ Այս
հատվածի շարունակության մեջ, որ հաջորդ կիրակի կնայենք, առաջ Աստված Տերն ասում է, ոչ ամեն Տեր ասողն է, որ ճիշտ աղոթքի կյանք ունի, ոչ ամեն Տեր ասողն է, որ հրաշքներ է արել, բայց ճիշտ նպատակով է արել, ոչ ամեն Տեր ասողն է, որ իրական Տեր է ինձ դավանել, ոչ ամեն աղոթքի կյանք ունեցողն է, որ ինձ ճանաչում է, որովհետև ես իրեն չեմ ճանաչում, որովհետև բավական չի Տեր ասել, պետք է անկեղծ անմիջական սիրո փոխհարաբերություններ ունենալ այդ Տիրոջ հետ եւ գնահատել այդ Տիրոջ տան զավակ լինելը, այդ Տիրոջ կերտած ճանապարհը, որ անպայման խաչի ճանապարհ է, յուրաքանչյուրի համար յուրահատուկ խաչի ճանապարհ է։ Ոչ մեկի խաչը ուրիշին հարմար չէ, ոչ մեկի խաչը ուրիշի համար տանելի չէ։ Այդ յուրահատուկ խաչի ճանապարհը, որ ամեն մեկս ունենք, միակ ճշմարիտ ճանապարհն է, դժվարություններով, փորձություններով դեպի խաչ, բայց վերջում դեպի հարություն։ Դրա համար էլ պետք է մահվան մեջ թաղվել, որպեսզի Քրիստոսի հետ հարություն առնես։ Պետք է մեռնել այս աշխարհի համար, այս չակերտավոր, հարմարավետ օրհնություններով լեցուն, բայց աշխարհի համար, որպեսզի կարողանաս գնահատել իրական օրհնությունները եւ ել ավելիով կյանքը, որ կա միայն Քրիստոսի ընտանիքի մեջ, կա միայն Քրիստոսի առաջարկած ճանապարհի մեջ, որով դու գնալով տեսնում ես, որ դու չես կարող մենակ, քո սրբությամբ չես կարող, քո արդարությամբ չես կարող, միայն Քրիստոսի շնորհով իր հետ, իր ողորմությամբ կարող ես անցնել այդ նեղ բարդ ճանապարհով, բայց դուրս գալ Քրիստոսի հաղթական պսակը կրելով եւ Քրիստոսի հաղթանակը որպես տոնախմբություն, որպես հարություն հռչակելով։ Ամեն։